արձագանքի, երբ երկրի գլխավոր ղեկավարը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է մարդկանց ունեզրկելու մասին եւ դրա հաջորդ օրը գործողություններ են տեղի ունենում։ Ես վստահ եմ, որ Եվրամիության անդամ պետություններում հստակ գիտակցում են, որ այս ծավալի գործերը մեկ օրում չեն կարող քննվել եւ հանրությանը ներկայացվել։ Ցանկացած գիտակից մարդ երեք տեղեկանալով համապատասխան իրավապահ մարմիններից այս գործի ծավալները չի կարող ենթադրել, որ սրանք մեկ գիշերում արված բացահայտումներն, ասեմ ավելին, ցանկացած ժամկետի մեջ չէ, դիգեն Ղազան, խնդիրն է, որ երկրի ղեկավարը չի կարող հրահանգել քաղաքական ամբիոնից այն բանի բերումով, որ այս գործերը վաղուց քննվել են, կա հանրային լայն պահանջ, որպեսզի Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում։ Եվ ես, որպես Քարոզարշավը ամբողջությամբ վարչապետի հետ անցած մարդ, ասում եմ, որ այս հանրային պահանջը կա եւ մեր իրավապահ համակարգը չի կարող իզոլացված լինել, ինքը պետք է բացատրի նախ եւ առաջ, ինչպես 8 տարի չէր բացահայտվում այս ամենը, այսինքն Ժորժ ջան, Toyota, չգիտեմ, Play City, չգիտեմ, այդ Orange Fitness, պարզա չէ, որ այս գործերը առնվազն հանրության լայն զանգվածին հայտնի գործեր են։ Սրանց մասին մենք զրուցարաններում, բակերում բոլորս գիտենք, խոսել ենք։ Հայաստանը փոքր երկիր է եւ անհնար է ինձ հիմա ինչ որ մեկ ապացուցի, որ երեք հանրայինով լուրերը լսելով ինչ որ տատիկ, պապիկ կամ երիտասարդ անձ զարմացել է։ Չէ, մի բանի վրա են զարմանում, ինչպես կարող են այս գործերը քննվել 8 տարի եւ իրավապահ համակարգը գալու է խորհրդարան ու այս հարցերին պետքա պատասխանի։ Ուղղակի տեսեք, այստեղ հակասություն է առաջանում, երբ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ելույթ է ունենում եւ ասում իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր սպասում են, որ հեսա մերոնք կգան իշխանության, հեսա կփոխվի եւ հիմա դուք նույն բանն եք ասում, իրավապահները պետք է անմասն չմնան, այսինքն երկրի ղեկավարը հրահանգը տալիս է, իրավապահներն են կատարում են։ Հիմա ինչ տարբերություն ձեր եւ նախկինների միջեւ։ Եթե նախկինների մեջ էլ կան մարդիկ, դատավորներ հիմա ովքեր սպասում են նախկինների կամ չգիտեմ այս գումարման ընդդիմությամբ իշխանության գալու։ Ժորժ ջան, դուք շարունակում եք անել ընդդիմության հիմնական թեզի պնդումը, առայն որ հարց եք տալի, որը ներառում է մի պնդում, որ հեղափոխությունը պարզապես տեխնոլոգիա է։ Հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմացել են անարդարության մասին, իրենց մարմնով զգացել են։ Ժորժ ջան, մեր ընտանիքներում չկա մի մարդ, որ ծառայած չլինի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակում եւ տեսած չլինի։ Մեր հանրությունում չկան մարդիկ, որոնք պետական համալսարանով սովորած չլինեն եւ այդ խնդիրներին ականատես եղած չլինեն, ում բիզնեսում փորձել են հայտնի դեմքեր փայ մտնել։ Եվ ես թույլ տվեք շարունակել եւ մեր հանրությունը այս ամեն ինչի միջով անցնելով 2018 թվականին հանրային լայն պահանջ է ձևավորել արդարության վերականգնման եւ մեր հանրությունը շարունակում է պահանջել եւ ես որպես հանրության անբաժանելի մասնիկ շարունակում եմ պահանջել եւ սպասել արդարության եւ արդարացիության վերականգնման դա հասնելու համար նաեւ կարեւոր է որ մենք սահմանադրական փոփոխություններով կարողանանք իրավապահ համակարգին հատկապես դատարաններից դուրս թողնենք այն մարդկանց, ովքեր չեն սպասարկում քաղաքացիների կողմից ձևավորված օրակարգը։ Տիկին Ղազան, դուք ինչպես կբնութագրեք վարչապետի հայտարարությունը կոնկրետ անձանց անուններ տալ, որոնք ձեր ընդդիմախոսներն են եղել ընտրությունների ընթացքում նրանց անունները տալ, ազգային ժողովի ամբիոնից անունները տալ, հետո իրավապահները կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ նրանց ունեցվածքի անուններ, հետո այդ ունեցվածքը եւ այդ մարդկանց ավարտը հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, դրանցով հետաքրքրվում են իրավապահները, եթե ոչ հրահանգ, սրա անունը օրինակ մենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Կտրիչ Ներսիսյանի եւ բոլոր այդ մարդկանց անունները տալիս ենք շատ վաղուց։ Եվ այդ դեպքում ինչու է սա անցալվում հրահանգ այս պահին եւ հրահանգ չի անցալվել, երբ որ օրինակ 3 կամ 4 տարի առաջ մենք խոսենք Ժորժ ջան, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին մենք խոսում ենք մինչեւ 18 թվական եւ խոսում ենք 18 թվականից հետո։ Այդ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ, որ այդ պահին դա հրահանգ չէ։ Ժորժ ջան, այս գործերը քննվել են շատ վաղուց, դրանց ծավալից պարզ է դառնում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ունի հսկական ունեցված ապոնի ծագում ունեցող գույք ըստ դատախազության, որը այս պահին դեռ պետք է ապացուցի։ Հիմա ես հարց ունեմ։ Եթե դուք հարգում եք մեր քաղաքացիներին, համարում եք, որ են գիտակից մարդիկ են, դուք կարծում եք, որ մեր հանրությունում ինչ որ մեկը զարմացել է երեք, օրինակ Toyota-ի Play City, Orange Fitness-ի բացահայտումներ, կարող է չի մտածել, որ այսքան ապաշնորհ ձևով են արել։ Խոսքը զարմանքը չի, խոսքը նրա մասին։ Ժորժ ջան, մենք այս մարդկանց մասին խոսել ենք տարիներ շարունակ։
նրանք առանձին են եւ դրա վառապացույցն է, որ մենք տարիներ շարունակ խոսել ենք այս խնդիրների մասին եւ իրավապահ համակարգը չպետք է առաջնորդվի ընտրական ցիկլերով եւ ինքը չպետք է առաջնորդվի քաղաքական հայտարարություններով, այո։ Այսինքն տեղի ունեցավ վարչապետի հայտարարության եւ իրավապահ մարմինների գործողությունների համընկնում ժամանակագրական առումով։ Ժորժ ջան, մենք այս մասին անընդհատ խոսել ենք, մենք Քարոզարշավի մեր ավարտական հանրահավաքը հանրապետության հրապարակում սրա մասին ենք խոսել։ Եվ սրանք շատ մեծ ծավալի գործեր են, ես չեմ հավատում, որ դուք կարծում եք, որ դրանք մի գիշերվա բացահայտումներ են։ Դրա մասն է խոսքը, որ նախընտրական Ժորժ շրջանում է ջան, դա մենք խոսել ենք լավ 19 թվականին, 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, եւ գիտեք, շատ հետաքրքիր է, որ դուք առաջ եք բերում այս մեղադրանքից, մեր քաղաքացիները մեզ ուրիշ մեղադրանք են առաջ բերում։ Ասում են 7-8 տարի իշխանության եք, եւ ես համբերատար բացատրում եմ, ասում այո, որովհետեւ ընդունել ենք ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենք, ներդրել ենք համակարգ, ներդրել ենք դատախազի առանձին ինստիտուտ, ուրեմն այս դալիճում ընտրել ենք դատավորներ հակակոռուպցիոն դատարանի։ Մենք Եվրոմիության մեր գործընկերներից հարցրել ենք ճանապարհը, եւ այդ ճանապարհը բարդ է եւ երկարատև։ Եվ եթե կհիշեք, վարչապետը մի անգամ դեռ 19 թվականին այս մասին խոսելով մի օրինակ էր բերել ուտեստի հետ համեմատելով խորովածի։ Ասում էր արագ կրակի վրա դնենք, ներսը հում է մնալու։ 7-8 տարի մենք դրել ենք բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավոր ինստիտուտները, որպեսզի այսօր դատարանները առանց որևէ հրահանգի գործեն եւ բայց ես ուզում եմ վստահ լինել, մենք դատավորներին չենք զանգում։ Արդյոք կա ուրիշ մեկը, որ դատավորներին զանգում է։